Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 11. Ղազարոսի հարությունը։ Եվ մի հիվանդ կար Ղազարոս անունով Բեթանիայից, Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Սրա քույրերը նրա մոտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տեր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուս լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու որդին փառավորվի»։ Հիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը Մարթային և Ղազարոսին։ Լսելուց հետո, թե Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր մնաց այնտեղ, ուր գտնվում էր։ Ապա դրանից հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, և նորից այնտեղ ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ցերեկը 12 ժամ չունի՞, եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև հետը լույս չունի»։ Այս բաներն ասելուց հետո նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»։ Աշակերտները նրան ասացին. «Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա»։ Բայց Հիսուս նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուս նրանց հայտնապես ասաց. «Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որպեսզի դուք ինձ հավատաք։ Արդ եկեք գնանք նրա մոտ»։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։ Հիսուս եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ։ Եվ Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստված քեզ կտա»։ Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուս կյանք և հարություն։ Հիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի, հավատում ես այս բանին»։ Նա ասաց նրան. «Այո Տեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծու որդին, որ աշխարհ էիր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը Մարիամին և ասաց. «Վարդապետն է եկել և քեզ է կանչում»։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ և եկավ նրա մոտ։ Հիսուս դեռ գյուղ չէր հասել, այլ դեռևս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել։ Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին և նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացավ իսկույն ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ այնտեղ, ուր Հիսուս կանգնած էր, ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուս տեսավ, որ նա լալիս է, և նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովվեց իր հոգում և ասաց. «Ո՞ւր դրիք նրան»։ Նրան ասացին. «Տեր, արի և տես»։ Եվ Հիսուս արտասվեց։ Հրեաներն ասացին. «Տեսեք ինչքան էր սիրում նրան»։
Նրանցից ոմանք ասում էին. «Սա որ կույրի աչքերը բացեց, չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»։ Հիսուս դարձյալ խռովվելով ինքն իր մեջ եկավ գերեզմանը։ Սա մի քարայր էր, որի վրա մի քար էր դրված։ Եվ Հիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրեք»։ Մարթան մեռածի քույրը նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է»։ Հիսուս նրան ասաց. «Քեզ չասացի, եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»։ Երբ քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հայր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր, և ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր»։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ղազարոս, վեր կաց, դուրս արի»։ Եվ մեռելը ելավ, կապված ոտքերով, ձեռքերը երեզով ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Արձակեցեք դրան և թողեք, որ գնա»։ Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մոտ, երբ տեսան, ինչ որ Հիսուս արեց, հավատացին նրան։ Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մոտ և պատմեցին նրանց, ինչ որ Հիսուս արեց։ Հրեաների դավադրությունը Հիսուսին սպանելու մասին։ Քահանայապետներն ու փարիսեցիները ատյան գումարեցին և ասացին. «Ինչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այնպես թողնենք, ամենքը կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մեկը, Կայափա անունով, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտեք, ոչ իսկ խորհել եք, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուս մեռնելու էր ազգի համար։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաև Աստծո ցրված որդիներին իմի հավաքի։ Ապա այն օրվանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն։ Եվ Հիսուս այնուհետև այլևս համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մոտ էր անապատին։ Գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։ Զատիկը մոտ է։ Եվ հրեաների զատիկը մոտ էր, և այդ գավառից շատերը Երուսաղեմ բարձրացան զատիկից առաջ, որպեսզի իրենց մաքրեն։ Հիսուսին փնտրում էին, և մինչ տաճարի մեջ էին, միմյանց ասում էին. «Ինչպես է ձեզ թվում, արդյոք այս տոնին չի գա»։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա, թե նա որտեղ է, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 12։ Օծում Բեթանիայում։ Իսկ Հիսուս զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից վեր էր կացրել։ Եվ այնտեղ նրան ընթրիք տվին։ Սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Իսկ Մարիամը մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը, և իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը, և տունը լցվեց յուղի բուրմունքով։ Աշակերտներից մեկը, Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. «Ինչու այդ յուղը չվաճառվեց 300 արծաթ դահեկանի և չտրվեց աղքատներին»։ Նա էս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։
Հիսուս ասաց նրան. «Թույլ տվեք նրան, որպեսզի իմ թաղման օրվա համար պահի այդ, աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, ինձ միշտ ձեզ հետ չունեք»։ Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացավ, որ նա այնտեղ է, եկավ, ոչ միայն Հիսուսի պատճառով, այլ որպեսզի տեսնի նաև Ղազարոսին, որին մեռելներից վեր էր կացրել։ Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից և հավատում էին Հիսուսին։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ։ Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով Թագավոր Իսրայելի»։ Եվ Հիսուս մի էշ գտնելով, նստեց նրա վրա, ինչպես որ գրված է. «Մի վախեցիր, ով դուստրդ Սիոնի, ահա քո Թագավորը գալիս է նստած մի էշի քուռակի վրա»։ Եվ նրա աշակերտները սկզբում այն չհասկացան, բայց երբ Հիսուս փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, թե այդ նրա մասին էր գրված, որ իրենք այդ էին արել նրան։ Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց ու նրան մեռելներից կենդանացրեց։ Եվ դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնում եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում, ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։ Փառավորում մահվամբ։ Այնտեղ կային որոշ թվով հեթանոսներ, նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր։ Աղաչում էին նրան ու ասում. «Տեր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց։ Անդրեասը և Փիլիպպոսն էլ Հիսուսին ասացին։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու որդին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և ուր ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան, եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ հայրը։ Բայց այժմ հոգիս խռովված է, և ինչ անեմ, Հայր, փրկիր ինձ այս ժամից, բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին, Հայր, փառավորիր քո անունը։ Երկնքից մի ձայն եկավ. «Եվ փառավորեցի, և դարձյալ պիտի փառավորեմ»։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թե որոտմունք է լինում։ Ոմանք էլ ասացին. նրա հետ մի հրեշտակ խոսեց։ Հիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի։ Եվ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ»։ Այս ասում էր նշելու համար, թե ինչ մահով էր մեռնելու։ Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից մենք լսել ենք, թե Քրիստոս հավիտյան կմնա, իսկ դու ինչպես ես ասում, թե մարդու որդին պետք է բարձրանա, ո՞վ է այդ մարդու որդին»։ Հիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ, և լույսը ձեզ հետ է։ Քայլեցեք, քանի դեռ լույսն ունեք,
որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ուր է գնում։ Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք։ Հիսուս այս խոսեց ու գնաց նրանցից թաքնվեց։ Հրեաների անհավատությունը։ Թեպետև նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հավատում նրան, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. «Տեր, ով հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկը ում հայտնվեց»։ Չէին կարողանում հավատալ և այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. «Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան և դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»։ Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա փառքը և խոսեց նրա մասին։ Բայց մինչև անգամ հրեա իշխանավորներից շատեր հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն, քանի որ մարդկանցից տրված փառքը ավելի սիրեցին, քան Աստծուց տրված փառքը։ Աշխարհի լույսը։ Հիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հավատում, ինձ չէ, որ հավատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց, և ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ ինձ հավատում է, խավարում չմնա։ Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկա, որ աշխարհը դատապարտեմ, այլ որպեսզի փրկեմ աշխարհը։ Ով անարգում է ինձ և իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է։ Այն խոսքը, որ ես խոսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետև ես ինքս ինձնից չխոսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա ինձ պատվիրեց, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ։ Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է, արդ, ինչ որ ես եմ խոսում, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ինձ ասաց։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 13։ Ոտն լվա։ Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից հոր մոտ փոխադրվի։ Սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ Եվ ընթրիքի ժամանակ, երբ Սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան, Հիսուս իմացավ, որ Հայրը ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքը Աստծուց էր ելել և Աստծու մոտ էր գնում։ Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով մեջքին կապեց, և ապա ջուր վերցնելով ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցավ Սիմոն Պետրոսին և սա ասաց նրան. «Տեր, դու ես իմ ոտքերը լվանում»։ Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տեր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է, և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»։ Եվ երբ նրանց ոտքերը լվաց,
վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց. «Գիտեք, թե այդ ինչ արեցի ձեզ, դուք ինձ վարդապետ և Տեր եք կոչում, և լավ եք անում, քանի որ իսկապես եմ, իսկ արդ եթե ես Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։ Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը, թե ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ։ Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ որ լինի, հավատաք, որ ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց։ Հիսուսի կանխասացությունը իր մատնության մասին։ Երբ Հիսուս այս բաներն ասաց, խռովվեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է»։ Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թե ում մասին է ասում, և աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։ Սիմոն Պետրոսը սրան ակնարկարեց հարցնելով, թե այդ ում մասին է ասում, և սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տեր, ով է»։ Հիսուս պատասխանեց և ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ ու կտամ իրեն»։ Եվ թաթախելով պատառը, տալիս է Իսկարիովտացի Հուդային։ Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ։ Հիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա»։ Եվ սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե նա ինչի համար այդ նրան ասաց, որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուս նրան ասաց. «Գնիր, ինչ որ մեզ տոնի ժամանակ պետք է, և կամ որ մի բան տա աղքատներին»։ Իսկ նա պատառը վերցնելով, իսկույն դուրս ելավ, և գիշեր էր։ Նոր պատվիրանը։ Եվ երբ նա դուրս ելավ, Հիսուս ասաց. «Այժմ մարդու որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանով, քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով, և իսկույն կփառավորի նրան»։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ, ինձ պիտի փնտրեք, և ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Հիսուս գուշակում է Պետրոսի ուրացումը։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից»։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, ինչու այժմ չեմ կարող քո հետևից գալ, այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»։ Հիսուս պատասխանեց. «Ինձ համար կյանքդ կտա՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու 3 անգամ ինձ ուրացած կլինես»։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 14։
Հիսուս, ճանապարհ, ճշմարտություն և կյանք։ Ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն, հավատացեք Աստծուն, հավատացեք և ինձ։ Իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու, և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք, և թե ուր եմ գնում, այդ գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեցիք, ապա կճանաչեք և իմ հորը, այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան»։ Փիլիպոսն ասաց նրան. «Տեր, հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ»։ Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպոս, և ինձ չճանաչեցի՞ր։ Ով ինձ տեսավ, տեսավ հորը, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ, և Հայրը իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ, և Հայրը իմ մեջ, եթե ոչ, գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ հոր մոտ, և ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի որդու միջոցով։ Ճշմարտության հոգին։ Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները, և ես պիտի աղաչեմ հորը, և նա մի այլ մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի, ճշմարտության հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի եք լինելու։ Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ հոր մեջ եմ, և դուք իմ մեջ, և ես ձեր մեջ։ Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է, և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից, և ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան։ Հուդան, ոչ Իսկարիովտացին, ասաց նրան. «Տեր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգնանք, և նրա մոտ կօթևանենք։ Եվ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում, և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ասացի ձեզ, մինչև ձեզ հետ եմ, իսկ Մխիթարիչը, Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։ Քրիստոսի խաղաղությունը։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս։ Ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք։ Լսեցիք, որ ձեզ ասացի, թե գնում եմ
եւ կգամ ձեզ մոտ։ Եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես հոր մոտ եմ գնում, որովհետև իմ հայրը մեծ է, քան ես։ Եվ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպեսզի երբ լինի հավատաք։ Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ։ Գալիս է աշխարհի իշխանը, եւ իմ վրա ոչ մի իշխանություն չունի, իսկ որպեսզի աշխարհը գիտենա, որ ես սիրում եմ հորը, այնպես եմ անում, ինչպես որ հայրը պատվիրեց ինձ։ Դե վեր կացեք, գնանք այստեղից։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 15։ Հիսուս ճշմարիտ որդատունք։ Ես եմ ճշմարիտ որդատունքը, եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ իմ վրա է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն, եւ այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել եւս պտղաբեր լինի։ Դուք արդեն իսկ մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ ասացի։ Մնացեք իմ մեջ, եւ ես ձեր մեջ։ Ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որդատունկի վրա հաստատված չլինի, նույնպես եւ դուք, եթե իմ վրա հաստատված չլինեք։ Ես եմ որդատունկը, իսկ դուք ճյուղերը։ Ով բնակվում է իմ մեջ, եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Եթե մեկը իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի եւ կչորանա, եւ այն կհավաքեն ու կրակը կնետեն եւ կայրվի։ Եթե իմ մեջ մնաք եւ իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք խնդրեցեք Աստծուց եւ ձեզ կտրվի։ Իմ հայրը փառավորված կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք։ Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, իմ սիրո մեջ հաստատուն մնացեք։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը լիակատար լինի։ Այս է իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում, այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ հորից լսեցի, հայտնեցի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինեք, եւ ձեր պտուղը մնա, եւ ինչ էլ որ իմ անունով հորիցս խնդրեք, ձեզ տա։ Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։ Աշխարհի ատելությունը։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն որպես իրենը ձեզ սիրած կլիներ։ Բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է։ Հիշեցեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի, թե ծառան մեծ չէ, քան իր տերը։ Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն։ Եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ Բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է։ Եթե ես եկած եւ նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։ Ով ինձ է ատում, ատում է եւ իմ հորը։ Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա, բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թե ինձ, թե իմ հորը։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց օրենքում գրված այն խոսքը, թե առանց պատճառի ինձ ատեցին։ Բայց երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ հորից, ճշմարտության հոգին, որ ելնում է հորից, նա կվկայի իմ մասին, կվկայեք և դուք, որովհետև սկզբից ինձ հետ եք։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 16։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի գայթակղությունից հետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ, մինչև իսկ ժամանակը կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ոչ հորը և ոչ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ ժամանակը գա, հիշեք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։ Մխիթարիչի գալուստը։ Բայց այժմ ես գնում եմ իմ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թե ուր ես գնում, բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը։ Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ նա գալով պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում և դատաստանի հարցում։ Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում, արդարության հարցում, որովհետև իմ հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք տեսնի, դատաստանի հարցում, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Երբ որ գա նա ճշմարտության հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի այն կխոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ։ Ամեն ինչ որ Հայրն ունի, իմն է։ Դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ։ Ուրախության վերածվող վիշտը։ Մի փոքր ժամանակ և այլևս ինձ չեք տեսնի, և ապա մի քիչ ևս, և ինձ նորից կտեսնեք, և ես գնում եմ հոր մոտ։ Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. ինչ է այս, որ մեզ ասում է, թե մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ, թե մի քիչ ևս, և ինձ կտեսնեք, և թե ես գնում եմ իմ հոր մոտ։ Եվ ասում էին. ի՞նչն է այն մի քիչ ևսը, չենք հասկանում, թե ինչ է խոսում։ Հիսուս իմացավ, որ ուզում են իրենց հարց տալ, և նրանց ասաց. դրա համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե մի փոքր ժամանակ, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ ևս, և կտեսնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախությամբ պիտի փոխվի։ Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է, բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց։ Դուք էլ այժմ տրտմություն ունեք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, և ձեր սրտերը ուրախ պիտի լինեն, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։
եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով իմ հորից ուզեք պիտի տա ձեզ։ Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք, խնդրեցեք եւ պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի։ Ես հաղթեցի աշխարհին։ Այս բաները առակներով ասացի ձեզ։ Պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ հայտնապես հոր մասին պիտի պատմեմ ձեզ։ Այն օրը իմ անունով պիտի խնդրեք։ Ես ձեզ չեմ ասում, թե ես պիտի աղաչեմ հորը ձեզ համար, քանի որ հայրը ինքն իսկ սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ եւ հավատացիք, որ ես Աստծուց ելա հորից եւ եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը եւ գնում հոր մոտ։ Աշակերտները նրան ասացին. ահա հիմա բացահայտ ես խոսում եւ ոչ մի առակ չես ասում։ Հիմա գիտենք, որ ամեն ինչ գիտես եւ պետք չկա, որ մեկը քեզ բան հարցնի։ Դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար։ Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. այժմ հավատում եք։ Ահա պիտի գա ժամանակ, եւ արդեն իսկ եկել է, երբ պիտի ցրվեք յուրաքանչյուրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնեք։ Սակայն ես միայնակ չեմ, որովհետև հայրն ինձ հետ է։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 17։ Աղոթք առ հայր։ Հիսուս, երբ այս բաները խոսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. Հայր, հասել է ժամը, փառավորիր քո որդուն, որպեսզի քո որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա այն ամենքին, որ նրան տվեցիր։ Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, լրացրի այն գործը, որն ինձ տվիր, որ անեմ։ Եվ դու այժմ փառավորիր ինձ, Հայր, քեզ մոտ եղող այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր աշխարհից, նրանք քոնն էին, եւ ինձ տվեցիր նրանց, ու նրանք քո խոսքը պահեցին։ Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի, եւ նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա, եւ նրանք հավատացին, որ դու ուղարկեցիր ինձ։ Արդ, ես նրանց համար եմ աղաչում։ Ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են, եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն են, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։ Եվ ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, եւ ես դեպի քեզ եմ գալիս։ Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունով, որով ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես մենք էլ մի ենք։ Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տվեցիր, եւ ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան դատապարտված մարդուց, որպեսզի գրվածը կատարվի։ Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, եւ այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիակատար ուրախությունն ունենան։ Ես նրանց տվի քո խոսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք աշխարհից չեն, ինչպես ես էլ աշխարհից չեմ։
Այս աղաչում եմ ոչ թե նրա համար, որ նրանց վերացնես աշխարից, այլ որպեսզի նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարից չեն, ինչպես ես էլ աշխարից չեմ։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ, եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների համար, որպեսզի ամենքը մի լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ եւ ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն եւ որպեսզի աշխարհն էլ հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Ես տվեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տվեցիր, որպեսզի մի լինեն, ինչպես եւ մենք մի ենք։ Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհը գիտենա, որ դու ուղարկեցիր ինձ, եւ ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։ Հայր, ում որ ինձ տվիր, կամենում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։ Արդար Հայր, թեև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել։ Ես ճանաչեցրի նրանց քո անունը, եւ պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, եւ ես նրանց մեջ։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 18։ Հիսուսի մատնությունը եւ ձերբակալությունը։ Երբ Հիսուս այսպես խոսեց, աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, որ մտան ինքը եւ իր աշակերտները։ Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այն տեղը, որովհետև Հիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հավաքվել էին։ Եվ Հուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ, ուղարկված քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։ Իսկ Հիսուս իր վրա եկող այս ամենը տեսնելով դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր եւ Հուդան, որ մատնում էր նրան։ Երբ Հիսուս ասաց. «Ես եմ», հետ գնացին եւ գետին ընկան։ Դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թե ես եմ, արդ եթե ինձ եք փնտրում, նրանց թույլ տվեք գնալ, որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր, թե նրանց, որոնց ինձ տվեցիր, նրանցից եւ ոչ մեկին չկորցրի»։ Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց, եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատյանի մեջ դիր, այն բաժակը, որ Հայրն է ինձ տվել, չպիտի խմեմ»։ Հիսուս քահանայապետների առաջ։ Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Հիսուսին եւ կապեցին։ Եվ նախ նրան տարան Աննայի մոտ, որը Կայափայի այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայափան էր, որ հրեաներին խրատ տվեց, թե ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Պետրոսի ուրացումները։ Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը եւ մյուս աշակերտը, եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։
Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանոթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց և Պետրոսին ներս մտցրեց։ Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Միթե դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց. «Ոչ, չեմ»։ Այնտեղ կային ծառաներ և պահակներ, որոնք խարույկ էին արել և տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ Իսկ քահանայապետը հարց տվեց Հիսուսին նրա աշակերտների և վարդապետության մասին։ Հիսուս նրան պատասխանեց. «Ես բացահայտ ասացի բոլորին, ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարի մեջ, ուր հավաքվում էին բոլոր հրեաները, և ծածուկ ոչինչ չեմ խոսել։ Ինձ ինչու ես հարցուփորձ անում, հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ինչ եմ խոսել, ահա նրանք գիտեն, թե ինչ եմ ասել»։ Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը մի ապտակ տվեց Հիսուսին և ասաց. «Այդպես ես պատասխան տալիս քահանայապետին»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Եթե վատ խոսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթե լավ, ինձ ինչու ես խփում»։ Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ։ Եվ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր։ Նրան ասացին. «Միթե դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ և ասաց. «Ոչ, չեմ»։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը, նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսա քեզ նրա հետ պարտեզում»։ Պետրոսը դարձյալ ուրացավ և իսկույն մի աքաղաղ կանչեց։ Հիսուս Պիղատոսի առաջ։ Կայափայի տնից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Այգը բաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այս մարդու մասին ինչ ամբաստանություն եք ներկայացնում»։ Նրան պատասխանեցին և ասացին. «Եթե այս մարդը չարագործ չլիներ, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն նրան դատեցեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանել օրինավոր չէ, որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց նշելով, թե ինչ մահով էր ինքը մեռնելու»։ Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին և ասաց նրան. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թե ուրիշներ իմ մասին քեզ ասացին»։ Պիղատոսը պատասխանեց. «Միթե ես էլ հրեա եմ, քո ազգը և քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը, դու ինչ ես արել»։ Հիսուս պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ։ Բայց արդ իմ թագավորությունը այստեղից չէ»։ Պիղատոսը նրան ասաց. «Թե որ այդպես է, ուրեմն դու թագավոր ես»։ Հիսուս նրան ասաց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ինչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, դարձյալ դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում, բայց դուք սովորություն ունեք, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ։ Արդ ուզում եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագավորին»։ Բոլորը աղաղակեցին և ասացին ոչ դրան, այլ Բարաբբային։ Եվ այն Բարաբբան ավազակ էր։
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 19-րդ։ Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել և նրան գանակոծել, իսկ զինվորները փշեպսակ շինելով դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին, և գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջույն հրեաների արքա», և նրան ապտակում էին։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, թե ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ Հիսուս դուրս ելավ և փշեպսակ ուներ և ծիրանի զգեստ, և նրանց ասաց. «Ահա ձեր մարդը ձեզ»։ Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խաչը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դուք առեք նրան ձեր մեջ և ինքներդ խաչը հանեցեք, քանի որ ես դրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի պետք է նա մեռնի, որովհետև իրեն Աստծու որդի դարձրեց»։ Երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, ավելի ևս վախեցավ։ Դարձյալ մի անգամ ևս մտավ ապարանքը և Հիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»։ Եվ Հիսուս նրան պատասխան չտվեց։ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ Հիսուս պատասխանեց. «Դու իմ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ։ Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է»։ Սրանից հետո Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել, իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, Կայսրին բարեկամ չես, ամեն ոք, որ ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է Կայսեր»։ Իսկ երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա, այն տեղը, որ Քարահատակ էր կոչվում, իսկ եբրայերեն Կապպաթա։ Զատկի նախօրեն էր և կեսօրվա մոտ էր։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը ձեզ»։ Եվ նրանք աղաղակում էին. «Վերացրու մեր միջից և խաչը հանիր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագավորին խաչը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագավոր բացի Կայսրից»։ Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Հիսուսի խաչելությունը։ Եվ նրանք առան Հիսուսին և տարան, և խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների, այս և այն կողմից, իսկ մեջտեղում Հիսուսին։ Պիղատոսը մի տախտակ էլ գրեց և դրեց խաչի վրա։ Եվ գրված էր. «Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր»։ Այս տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Հիսուս խաչվեց, քաղաքին մոտ էր, և գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր, այլ ինչ նա ասաց. թագավոր եմ հրեաների»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Իսկ զինվորները, երբ Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և 4 մաս արեցին, յուրաքանչյուր զինվորի 1 մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատրենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի, որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.
իմ զգեստները բաժանեցին իրար մեջ և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։ Զինվորներն այս բանն արեցին։ Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը Կղեոպասի կինը Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին», ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը», և այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ։ Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Եվ այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թռչեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է», և գլուխը կախելով հոգին ավանդեց։ Գեղարդի հարվածը։ Իսկ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր, հրեա առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները և վերցնեն նրանց։ Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ նրա հետ խաչ էր հանվել։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը և իսկույն արյուն և ջուր ելավ։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 20։ Թափուր գերեզմանը և Հիսուսի հարությունը։ Եվ կիրակի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտյան արշալույսին գերեզման է գալիս և տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։ Ապա վազում է և գալիս Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից և չգիտենք, թե ուր են դրել նրան»։ Պետրոսը և մյուս աշակերտը ելան և գերեզման էին գալիս։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով տեսավ, որ կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս, մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավները այնտեղ էին, և վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ առանձին ծալված մի կողմ էր։ Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ ավելի առաջ էր եկել գերեզման, տեսավ ու հավատաց, քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե մեռելներից պետք է հարություն առնի։ Աշակերտները վերադառնալով գնացին իրենց տեղերը։ Հիսուս երևում է Մարիամ Մագդաղենացուն։ Բայց Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը և լաց էր լինում, և մինչ դեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակներ սպիտակների մեջ, որոնք նստել էին, մեկը սնարին և մյուսը ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն էր եղել։ Եվ նրան ասացին. «Ով կին, ինչու ես լալիս»։ Նա նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են և չգիտեմ նրան ուր են դրել»։ Երբ այս ասաց, դեպի հետևի կողմը դարձավ և տեսավ Հիսուսին, որ կանգնած էր, բայց չէր իմանում, թե Հիսուսն է։ Հիսուս նրան ասաց. «Ով կին, ինչու ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Նրան այնպես թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։ Հիսուս նրան ասաց. «Մարիամ»։ Եվ նա դարձավ ու եբրայերեն նրան ասաց. «Ռաբունի»,
որ թարգմանվում է վարդապետ։ Հիսուս նրան ասաց. «Ինձ մի մոտեցիր, քանի որ դեռ հորս մոտ չեմ բարձրացել, ուրեմն գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ հայրը և ձեր հայրը, դեպի իմ Աստվածը և ձեր Աստվածը»։ Մարիամ Մագդաղենացին եկավ ու աշակերտներին պատմեց, թե ինքը Տիրոջը տեսել է, և նա իրեն այս բաներն է ասել։ Հիսուս երևում է աշակերտներին։ Նույն կիրակի օրվա երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով։ Հիսուս եկավ, կանգնեց նրանց մեջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Այս ասելով նրանց ցույց տվեց իր ձեռքերը և կողը, և աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ, ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առեք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։ Անհավատ Թովմասը։ Իսկ Թովմասը, 12-ից մեկը, երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները նրան ասացին, թե Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, և Թովմասը նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով, կանգնեց մեջտեղ ու ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Ապա Թովմասին ասաց. «Բեր քո մատները և դիր այստեղ և տես իմ ձեռքերը, և բեր քո ձեռքը ու մտցրու իմ կողի մեջ, անհավատ մի եղիր, այլ հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց. «Տեր իմ և Աստված իմ»։ Հիսուս նրան ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր, երանի նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան»։ Սույն ավետարանի գրության նպատակը։ Իր աշակերտների առաջ Հիսուս բազում այլ նշաններ էլ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է Աստծո Որդին, նաև որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Հովհաննեսի։ Գլուխ 21։ Հիսուս երևում է իր աշակերտներին Գալիլեայում։ Սրանից հետո Հիսուս դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ և հայտնեց այսպես. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը, երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ուրիշ 2 հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին և նավակը մտան, և այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ առավոտ եղավ, Հիսուս կանգնած էր ծովի եզերքին, բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուս նրանց ասաց. «Տղաներ, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ոչ»։ Նրանց ասաց. «Ուռկանը գցեցեք նավակի աջ կողմը և կգտնեք»։ Գցեցին, և ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այն աշակերտը, որ Հիսուս սիրում էր, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն նետեց ծովի մեջ։ Մյուս աշակերտներն էլ նավակով եկան, և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան,
տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա և հաց։ Հիսուս նրանց ասաց. «Բերեք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր 153 մեծ ձկներով։ Թեև այնչափ բան չկար, բայց ուռկանը չպատրվեց։ Հիսուս նրանց ասաց. «Եկեք ճաշեցեք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Եկավ Հիսուս, առավ հացը և տվեց նրանց, նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ Հիսուս երևաց իր աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո։ Հիսուս և Պետրոսը։ Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո, Տեր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածացրու իմ գառներին»։ Դարձել ասաց նրան. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո, Տեր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածացրու իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թե սիրում ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տեր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուս նրան ասաց. «Արածացրու իմ ոչխարներին»։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր և կամենում էիր։ Սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենա։ Այս ասաց նշելով, թե ինչ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Եվ երբ այս ասաց, ավելացրեց. «Արի իմ հետևից»։ Հիսուս և սիրելի աշակերտը։ Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից։ Նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տեր, ով է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը նրան տեսնելով ասաց Հիսուսին. «Տեր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ինչ հոգ, դու արի իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որև գրեց իսկ դրանք, և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք եթե մեկը մեկ առ մեկ գրած լիներ, կարծում եմ, թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին։